Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Գիտես Սիրանուշ, որոշ մարդկանց համար սերը օդի պես անհրաժեշտ է, իսկ ոմանց համար էլ որպես լրացուցիչ տաքացուցիչ, երբ հիմնական ջեռուցումը խափանվում է։ Վարդուշը թեյի բաժակը փոխանցեց քրոջն ու ծանր հոգոց հանեց։ Ես հիմարի պես 32 տարի հոգիս տակնու վրա արեցի, իսկ Բագրատը նա պարզապես ներս էր մտել տաքանալու։ Դու լուրջ ես պատրաստվում նրան վռնել հենց այն բանից հետո, երբ նրա մոտ շաքարախտ հայտնաբերեցին, Սիրուշը տարակուսանքով նայեց քրոջը։ Թող մարդիկ խոսեն ինչ ուզում են, գիտես ինձ թվում է ես ամբողջ կյանքում միայն նրանով եմ զբաղվել, որ մտածել եմ, թե մարդիկ ինչ կասեն։ Վարդուշը վաղուց դադարել էր մտածել սեփական ցանկությունների ու կարիքների մասին։ Ամուսնության 32 տարիների ընթացքում նա այնքան էր տարալուծվել ամուսնու և երեխաների հանդեպ հոգատարության մեջ, որ մոռացել էր, թե ինչ է նշանակում ապրել սեփական անձի համար։ Նրա աշխարհը սեղմվել էր մինչև տնային գործերի անվերջանալի շրջան՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք, մաքրություն, լվացք, արտուկ։ Երբեմնի երազանքներն ու ծրագրերը աստիճանաբար հալվել էին այդ առօրյայի մեջ։ Բագրատը երբեք առանձնապես ուշադիր ամուսին չէր եղել, բայց տարիների հետ նրա բնավորությունն ավելի պահանջկոտ ու կամակոր էր դարձել։ Վարդուշն այնքան էր սովորել ամեն հարցում նրան գոհացնելուն, որ չէր նկատել, թե ինչպես է ամուսինը վերածվել տնային բռնապետի։ Այս ինչ է, ձեռքս ես առնում։ Բագրատը ցուցադրաբար մի կողմ հրեց թեյի բաժակը։ Քանի անգամ կրկնեմ, ես առավոտյան միայն սուրճ եմ խմում։ Միայն սուրճ, 30 տարի միասին ենք ապրում, իսկ դու դեռ նման տարական բանը չես հիշել։ Կներես, ինձ համար թեյ էի պատրաստում, մեխանիկորեն քեզ էլ լցրեցի։ Վարդուշն անմիջապես սկսեց արդարանալ, թեև հոգու խորքում վիրավորանք զգաց։ Պարզապես մտքերով էի ընկել, երեկանին էր զանգել, փոքրիկի ջերմությունը բարձրացել է։ Միշտ էլ մի արդարացում կգտնես, փնփնթաց Բագրատը, սեղանից վեր կենալով։ Պարզվում է ինչքան դժվար է ամուսնու համար նորմալ նախաճաշ պատրաստելը։ Աշխատանքից ուշանում եմ, ժամանակ չունեմ քեզ հետ վիճելու։ Նա ցուցադրաբար թեյը լցրեց լվացարանի մեջ ու սկսեց ինքնուրույն սուրճ եփել, քթի տակ դժգոհ փնփնթալով։ Վարդուշը լուր հավաքում էր սեղանը, աշխատելով չնայել նրա աչքերին։ Նման տեսարանները վերջին շրջանում ավելի հաճախ էին կրկնվում։ Բագրատը դժգոհության նորանոր պատճառներ էր գտնում։ Մեկ ճաշն էր աղի, մեկ շապիկն էր վատ արդուկված, մեկ էլ տանը փոշի էր տեսնում։ Կարծես հատուկ առիթ էր փնտրում կպչելու համար։ Երիտասարդ տարիներին Բագրատը բոլորովին այլ էր, ուշադիր, հոգատար, գիտեր իրոք սիրել, կամ գոնե այդպես էր թվում Վարդուշին։ Հիմա հետ նայելով նա արդեն կասկածում էր իր հիշողությունների վրա։ Գուցե նա պարզապես տեսնում էր այն, ինչ ուզում էր տեսնել։ Ժամանակի ընթացքում Վարդուշն այնքան էր սովորեցրել ամուսնուն իր անխոս հնազանդությանը, որ նա այդ հոգատարությունը ընդունում էր որպես բնական երևույթ, ավելին որպես իր օրինական արտոնություն։ Իսկ հետո Բագրատի աշխատավայրում հայտնվեց Սաթենիկը, ցածրահասակ մի շիկահեր, չարաճճի աչքերով ու բարձր ծիծաղով։ Նա 52 տարեկան էր, Վարդուշից ընդամենը 3 տարով փոքր, բայց այնպիսի տեսք ուներ, ասես նրանց միջև տարբերությունը մի ամբողջ տասնամյակ լիներ։ Բագրատն ամին հարմար առիթով նրա անունն էր տալիս խոսակցության մեջ։ Իսկ ահա Սաթենը։ Սաթենն այսօր ասաց, ինչպես Սաթենն է կարծում։ Սաթենը վերջերս Ծաղկաձորում էր, պատմում էր։ Վարդուշը սկզբում դրան նշանակություն չէր տալիս։ Ի վերջո ամուսինը պետք է գործընկերներ ունենա, ընկերներ, կամ գուցե պարզապես չէր ուզում տեսնել ակնհայտը։ Ամեն ինչ փոխվեց հոկտեմբերյան մի մռայլ երեկո, երբ Բագրատը սովորականից ուշ վերադարձավ տուն և նույնիսկ ընթրիքին չդիպչելով հայտարարեց. «Ինձ թվում է մենք պետք է որոշ ժամանակ առանձին ապրենք»։ Վարդուշը քարացավ, շերեփը ձեռքին։ Բագրատը նայում է ինչ-որ տեղ նրա կողքով, ասես խուսափելով հայացքից։ Ինչ իմաստով առանձին։ Վարդուշի ձայնը դողաց։ Ուղիղ իմաստով։ Վերջի ժամանակներս շատ ենք վիճում։ Կարծում եմ պետք է դադար տանք, որ հասկանանք մեր զգացմունքները։ Ես որոշ ժամանակով կտեղափոխվեմ Դիլիջան, ամառանոց, հետո կտեսնենք։ Վարդուշը նոր էր վերադարձել դստեր տնից, որտեղ օգնում էր փոքրիկ թորնիկի հարցում։ 2 շաբաթյա անքնությունը, վազվզոցն ու երեխայի համար անհանգստությունը նրան այնպես էին հյուծել, որ նույնիսկ վիճելու ուժ չկար։ Բացի այդ, սա առաջին դեպքը չէր, որ Բագրատը նման դեմարշներ էր անում։ Սովորաբար նա գնում էր մի քանի օրով, հանդարտվում ու վերադառնում, իսկ ինքը նրան հետ էր ընդունում առանց ավելորդ հարցերի, տոնական սեղան էր գցում ու ձևացնում, թե ոչինչ չի եղել։
Ինչպես ուզում ես, հոգնած պատասխանեց նա, շրջվելով դեպի գազօջախը։ Ես քեզ չեմ պահի։ Բագրատը թվում էր զարմացած էր նրա հանգիստ արձագանքից։ Նա սպասում էր արդյունքների, հանդիմանությունների, խնդրանքների, որ մնա։ Բայց ոչինչ չստանալով, նա լուռ հավաքեց անհրաժեշտ իրերն ու հենց այդ երեկո հեռացավ։ Վարդուշը կարծում էր, որ ամուսինը կվերադառնա մի շաբաթից, առավելագույնը 2, բայց օրերն անցնում էին, իսկ Բագրատից լուր չկար, բացի հազվադեպ ու չոր հաղորդագրություններից։ Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացիր, լավ եմ։ Նա սպասում էր այն օրվան, երբ նա վերջապես տուն կգա։ Պատկերացնում էր ինչպես է Բագրատը նստած ամառանոցի ջոջաթոռին, հարևանների հետ շփվում։ Դու իսկապես չես հասկանում ինչ է կատարվում, մի օր չդիմացավ Սիրուշը, երբ Վարդուշը հերթական անգամ պատմում էր, թե ինչպես է պատրաստվում ամուսնու վերադարձին։ Նա իր համար այդ Սաթենին է գտել ու հիմա փորձում է ինչպես է իրեն զգում նրա հետ։ Դե ինչ հիմարություններ ես խոսում, վրդովեց Վարդուշը։ Մենք Բագրատի հետ 32 տարի միասին ենք, 2 չափահաս երեխա ունենք, 3 թոռ։ Մեր տարիքում արդեն Սիրուհիների հետևից չեն վազում։ Օй, դա գնա հեքիաթների հավատացողներին պատմիր, աչքերը տնկեց Սիրուշը։ Տղամարդիկ 80 տարեկանում էլ են հասցնում ձախ գնալ։ Դու պարզապես չես ուզում տեսնել ակնհայտը։ Դե դու Բագրատին այնպես չես ճանաչում ինչպես ես, համառորեն պատասխանում էր Վարդուշը, թեև հոգու խորքում արդեն սկսել էր կասկածել։ Նրա աշխարհը վերջնականապես փլվեց, երբ 1 ամիս անց Բագրատը վերջապես հայտնվեց տանը։ Ոչ թե զղջումով, ինչպես նա էր սպասում, այլ ցնցող հայտարարությամբ. Ես ուզում եմ բաժանվել։ Նա դա ասաց հանգիստ, առօրյա տոնով, ասես դրսի եղանակի մասին էր հայտնում։ Նա նստած էր խոհանոցում, որը Վարդուշը նախորդ օրը մանրակրկիտ մաքրել էր, եւ ձեռքերի մեջ պտտում էր սուրճի բաժակը, ճիշտ եփված, հենց այնպես, ինչպես նա էր սիրում։ Իսկ երեխաներին ինչ ենք ասելու։ Միայն կարողացավ արտաբերել Վարդուշը, փորձելով պահպանել արժանապատվությունը։ Նրանք մեծ են, ամեն ինչ կհասկանան։ Ուսերը թոթված Բագրատը։ Ես անհրաժեշտ չեմ համարում ինձ ստիպել ապրել ամուսնության մեջ միայն հանուն երեխաների կամ թոռների։ Ուրեմն դու ստիպված ես ինձ հետ ապրում։ Վարդուշը սեղանի տակ սեղմեց բռունցքները, որպեսզի չլացի։ Արի անկեղծ լինենք։ Հոգոց հանեց Բագրատը, ասեց խոսելով չհասկացող երեխայի հետ։ Մենք վաղուց ապրում ենք իներցիայով, որպես պոտար մարդիկ մեկ հարկի տակ։ Ինչու մեզ զրկենք երջանիկ լինելու վերջին հնարավորությունից։ Կյանքն այնքան էլ կարճ է։ Նա չլացեց նրա ներկայությամբ, չէր ուզում նրան նման հաճույք պատճառել։ Միայն երբ Բագրատի հետևից դուռը փակվեց, Վարդուշը փլվեց բազկաթոռին ու ազատություն տվեց արդյունքներին։ Նա լաց էր լինում ոչ այնքան վշտից, որքան նվաստացումից, եւ այն գիտակցումից, թե քանի տարի է վատնել, գոհացնելով մի մարդու, ով այդքան հեշտությամբ կարող էր իրենից հրաժարվել։ Այդ խոսակցությունից հետո առաջին օրերը ամենածանրն էին։ Վարդուշը չգիտեր ինչ անել իր ժամանակի հետ։ Այն ձգվում էր ռետինի պես, լցվում դադարքությամբ։ Նա բռնացնում էր իրեն այն մտքի վրա, որ սովորության համաձայն 2 հոգու համար է ճաշ պատրաստում, ականջ է դնում միջանցքի քայլերին, գիշերը լույսը թողնում է վառված։ 32 տարի նա ապրել էր ուրիշի համար, եւ հիմա նա պետք է նորից սովորեր ապրել իր համար։ Իսկ Բագրատն այդ ընթացքում նոր կյանքի պլաններ էր կառուցում Սաթենիկի հետ։ Նա լի էր էնտուզիազմով ու էներգիայով, ասեց ուսերից ծանր բեռեր գցել, առաջարկեց Սաթենիկին միասին ապրել, եւ նա երկար չմտածեց, միայն թե անմիջապես հստակեցրեց իր դիրքորոշումը։ Արի միանգամից բոլոր կետերը հստակեցնենք, ասաց Սաթենիկը իր բնակարանին ընդարձակ խոհանոցում գինիեցնելով իր եւ Բագրատի համար։ Մեր տարիքում մեծ սիրո մասին խոսելը մեղմ ասած միամտություն կլիներ։ Ես սովոր եմ ապրել հարմարավետ եւ վայելել կյանքը, եւ ես հաստատ պատրաստ չեմ իմ կյանքի մնացած օրերը վատնել ուրիշի խնդիրները լուծելու վրա։ Ինչ նկատի ունես, հոնքերը գիտեց Բագրատը, չհասկանալով թե նա ինչին է ակնարկում։ Սաթենիկը բաժակը դրեց սեղանին եւ նայեց նրան գործնական ուղղամտությամբ։ Ես ուզում եմ հստակեցնել քո առողջական վիճակի հարցը։ Նա պնդուն հայացքով նայեց Բագրատի աչքերին։ Ճիշտ հասկացիր, եթե դու քո կյանքի ընթացքում քրոնիկ հիվանդությունների մի ամբողջ փունջ ես հավաքել ու հիմա քեզ համար դայակ ես ման գալիս, ուրեմն սխալ հասցեով ես եկել։ Ես չեմ պատրաստվում դառնալ քո բուժքույրը։ Բագրատը քարացավ, բաժակը ձեռքին։ Խոսակցության նման շրջադարձը նրան անակնկալի բերեց, սակայն վիրավորվելու փոխարեն նա միայն ժպտաց, հիացմունքով նայելով Սաթենիկին։ Լուր ու միշտ զիջող Վարդուշից հետո այս կինը նրան թվում էր կրակի մարմնացում։ Վառ, վճռական, գիտի ինչ է ուզում։ Հենց դա էր նրան ամենից շատ գրավում։
Մի անհանգստացիր, հանգստացրեց նրան։ Իմ տարիքի համար ես լիովին կարգին վիճակում եմ։ Դե մի քիչ ճնշում ունեմ, ինչպես բոլորն իմ տարիքում, բայց լուրջ ոչինչ չկա։ Նա չէր ստում։ Համենայն դեպս նրան այդպես էր թվում։ Բագրատն իրականում արդեն մի քանի տարի լիարժեք բժշկական հետազոտություն չէր անցել։ Այո, վերջին շրջանում նա իրեն այնքան էլ լավ չէր զգում, շուտ էր հոգնում, անընդհատ ուզում էր ջուր խմել։ Գլխապտույտի նոպաներ էին լինում, բայց նա այդ ամենը վերագրում էր տարիքին ու աշխատավայրի ստրեսներին։ Հուսավ եմ դա ճիշտ է, Սաթենիկը մի կում գինի խմեց, բայց ես կնախընտրեի համոզվել։ Մեր տարիքում ավելի լավ է ապահովագրված լինել։ Համաձայն ես, ինչու լիարժեք հետազոտություն չանցնես քո իսկ հանգստության համար։ Բագրատը, փորձելով տպավորություն թողնել իր նոր ընտրյալի վրա, համաձայնեց եւ նույնիսկ կատակով խոստացավ նրան առողջության մասին տեղեկանք ներկայացնել։ Հոգու խորքում նա ինքն էլ էր հասկանում, որ վաղուց ժամանակն էր բժշկի գնալ։ Ավելորդ քաշը, որը նա հավաքել էր վերջին տարիներին, անընդհատ ծարավը, սրանք բոլորը տագնապալի ազդանշաններ էին, որոնք նա նախընտրում էր անտեսել։ Երևի այդ ախտանիշները նկատելի էին նաև կողքից, քանի որ Սաթենիկը բացեց այդ թեման։ Հաջորդ շաբաթ Բագրատը իր հերթագրվեց մասնավոր կլինիկայում համալիր հետազոտության համար։ Անալիզներ հանձնեց, ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն անցավ, այցելեց սրտաբանին։ Երբ բոլոր արդյունքները պատրաստ էին, նրան հրավիրեցին էնդոկրինոլոգի մոտ խորհրդատվության։ Այսպես, ձեզ մոտ երկրորդ տիպի շաքարային դիաբետ է, հայտնեց բժիշկը ուսումնասիրելով արդյունքները։ Գլյուկոզայի մակարդակը զգալիորեն գերազանցում է նորման, բայց մի անհանգստացեք, սա բավականին տարածված հիվանդությունն է, որը լավ վերահսկվում է։ Դուք ստիպված կլինեք փոխել կյանքի ռիթմը եւ հետևել որոշակի կանոնների։ Դիաբետ։ Բագրատը զգաց, թե ինչպես է հողը փախչում ոտքերի տակից։ Այսինքն ես հիմա հաշմանդամ եմ դառնում, ես կարծում էի դա պարզապես հոգնածություն է, նյարդեր։ Դե իհարկե ոչ, հանգստացրեց բժիշկը։ Ճիշտ մոտեցման դեպքում դուք կկարողանաք բացարձակ նորմալ կյանք վարել։ Ձեզ անհրաժեշտ կլինի գլյուկոմետր գնել, արյան մեջ շաքարի մակարդակը կանոնավոր չափելու համար, հետևել սննդակարգին, օգտագործել ցածր գլիկեմիկ ինդեքսով մթերքներ եւ ընդունել այն դեղերը, որոնք ես ձեզ կնշանակեմ։ Նաեւ չափազանց կարեւոր է նվազեցնել քաշը եւ ավելացնել ֆիզիկական ակտիվությունը։ Բագրատը դուրս եկավ բժշկի սենյակից խառը զգացմունքներով։ Մի կողմից ախտորոշումը մահացու չէր, մյուս կողմից դա նշանակում էր լուրջ սահմանափակումներ եւ մշտական վերահսկողություն։ Բայց ամենից շատ նրան անհանգստացնում էր Սաթենիկի արձագանքը։ Նա արդեն պատկերացնում էր, ինչպես է նա դեմքը ծամացրելու, իմանալով, որ իրեն հատուկ դիետա եւ դեղերի կանոնավոր ընդունում է պետք։ Նրա մտավախությունները հաստատվեցին։ Երբ երեկոյան նա Սաթենիկին պատմեց ախտորոշման մասին, նրա դեմքն անմիջապես փոխվեց։ Կներես Բագրատ, բայց ես սրա տակ չեմ ստորագրել։ Նա սեղմեց շուրթերը։ Ես չեմ ուզում ժամանակս վատնել դիետիկ մենյուների վրա ու քեզ համար ինչ-որ աղյուսակներով հացի միավորներ հաշվել։ Եվ ընդհանրապես, դիաբետը լուրջ բան է, բարդությունները կարող են շատ տհաճ լինել։ Բայց բժիշկն ասաց, որ ճիշտ վերահսկողության դեպքում կարելի է սովորական կյանքով ապրել, փորձեց առարկել Բագրատը։ Ճիշտ վերահսկողության նրան ծաղրեց Սաթենիկը։ Իսկ ով է ապահովելու այդ վերահսկողությունը։ Ես։ Ներիր, բայց ես գնահատում եմ իմ ազատությունը։ Արի չշտապենք համատեղ կյանքի հարցում։ Լավ։ Կտեսնենք ինչպես ես գլուխ հանում քո վիճակից։ Բագրատը վերադարձավ ամարանոց, միայնակ, ծանր սրտով ու դեղերի տոպրակով։ Նա մի քանի օր անցկացրեց համացանցում իր հիվանդության մասին տեղեկություններ փնտրելով եւ որքան շատ էր կարդում, այնքան ավելի էր խուճապի մատնվում։ Ինքնուրույն հաշվել հացի միավորները, հատուկ ուտեստներ պատրաստել, անընդհատ վերահսկել շաքարի մակարդակը, այդ ամենը նրան անհնարին առաջադրանք էր թվում։ Բագրատը երբեք առանձնապես չէր հետաքրքրվել խոհարարությամբ, այդ հարցում ամբողջությամբ հույսը դնելով Վարդուշի վրա։ Վարդուշ։ Նախկին կնոջ մասին մտքերն ավելի հաճախ էին այցելում նրան, իսկ նա միշտ գիտեր ինչպես հարմարավետություն ստեղծել, համեղ ու առողջ սնունդ պատրաստել, հոգ տանել իր մասին։ Նրա հետ հանգիստ էր ու ապահով, ոչ թե ինչպես Սաթենիկի հետ, ով առաջին իսկ դժվարության ժամանակ հասկացրեց, որ ինքը նրան պետք չէ։ Մեկ շաբաթ տանջվելուց հետո Բագրատը որոշեց տուն վերադառնալ։ Նա չէր պատրաստվում Վարդուշին պատմել Սաթենիկի հետ կապված ամբողջ ճշմարտությունը։ Դա չափազանց նվաստացուցիչ կլիներ։ Կասի, որ պարզապես կարոտել է ու հասկացել, թե նա որքան թանկ է իր համար, իսկ դիաբետի մասին կպատմի հետո, երբ հարմար պահ լինի։ Ի զարմանս իրեն,
Վարդուշը նրան ընդունեց առանց ավելորդ հարցերի ու հանդիմանությունների, պարզապես բացեց դուռը, մի կողմ քաշվեց թույլ տալով նրան ներս մտնել ու ասաց. «Անցիր, ընթրիքը շուտով պատրաստ կլինի»։ Ասես նա մի քանի շաբաթով չէր անհետացել իր կյանքից, բաժանման մասին չէր հայտարարել, նրա սիրտը չէր կոտրել։ Բագրատը եւ շնորհակալ էր եւ մի փոքր հիասթափված նման արձագանքից։ Նա սպասում էր արդյունքների, գրկախառնությունների, սիրո խոստովանությունների, բայց Վարդուշն իրեն հանգիստ ու սառն էր պահում, զբաղվելով իր գործերով։ Իր դիաբետի մասին Բագրատը պատմեց հաջորդ օրը եւ նորից զարմացավ նրա արձագանքից։ Շոկի կամ մերժման փոխարեն Վարդուշը գործնական մոտեցում ու հոգատարություն ցուցաբերեց։ Իմ գործընկերուհու ամուսինն էլ արդեն 15 տարի է դիաբետիկ է, ասաց նա լսելով նրան։ Դե ոչ մի սարսափելի բան չկա, պարզապես պետք է հետևել կանոններին։ Ես վաղը նրա հետ կխոսեմ, նա բաղադրատոմսերով ու խորհուրդներով կկիսվի։ Հաջորդ շաբաթվա ընթացքում նրանց տանը նկատելի փոփոխություններ եղան։ Սառնարանից ու պահարաններից անհետացան շաքարի բարձր պարունակությամբ եւ պարզ ածխաջրերով բոլոր մթերքները։ Վարդուշը Բագրատին հիշեցնում էր շաքարի մակարդակը չափելու եւ ժամանակին դեղերը խմելու անհրաժեշտության մասին։ Եվ որ ամենազարմանալին է, նույնիսկ խիստ դիետիկ սահմանափակումներով նա կարողանում էր համեղ ու բազմազան ուտեստներ պատրաստել։ Բագրատը նրա հոգատարությունն ընդունում էր որպես բնական երևույթ, անկեղծորեն կարծելով, որ Վարդուշը պարզապես կատարում է իր կնոջ պարտականությունները։ Իսկ ինքն այդ ընթացքում շարունակում էր թաքուն շփվել Սաթենիկի հետ։ Նրանք չէին հանդիպում, բայց զանգահարում էին իրար համարյա ամեն օր։ Նա պատմում էր իր հաջողությունների ու հիվանդությունը վերահսկելու մասին, լռելով այդ հարցում Վարդուշի դերի մասին, եւ հույս ուներ, որ վաղ թե ուշ Սաթենիկը կմեղմանա ու նրան հետ կընդունի։ Մի երեկո, երբ Բագրատը հյուրասենյակում հեռախոսով խոսում էր, Վարդուշը պատահաբար լսեց նրանց խոսակցության մի մասը։ Նա պատրաստվում էր սենյակ մտնել, բայց կես ճանապարհին քարացավ, լսելով ամուսնու խոսքերը։ Բայց մենք կարող ենք պարզապես հանդիպել, միասին ժամանակ անցկացնել, շփվել, համոզում էր Բագրատն իր անտեսանելի զրուցակցին։ Ես քեզ կարոտում եմ, Սաթեն։ Դե սկզբունքորեն կարելի է մտածել դրա մասին։ Հեռախոսի բարձրախոսից լսվում էր Սաթենիկի ձայնը։ Միայն թե գիտես, ինձ տնային գործերում օգնություն էր պետք, դե ինքդ ես հասկանում, ես մենակ կին եմ, իսկ գործերը միշտ շատ են։ Դե Սաթեն ջան, իդ ինչ խոսք է, աշխուժացավ Բագրատը։ Ամեն ինչ կսարքեմ, ամեն ինչ կմեխեմ, ամեն ինչ լավագույն ձևով կանեմ։ Հա, ու էլի, հիմա այնպիսի վիճակ է, որ նյութական աջակցությունն էլ չէր խանգարի, շարունակեց Սաթենիկը։ Մեքենան պետք է վերանորոգման տալ, իսկ դա էժան չէ։ Հա, իհարկե կօգնեմ, ուրախությամբ համաձայնեց Բագրատը, ասեց մի երեխա, ում երկար սպասված խաղալիքն են խոստացել։ Քեզ համար ինչ ասես կանեմ։ Իսկ կինդ դեմ չի լինի, թեթև հեգնանքով հարցրեց Սաթենիկը։ Դե կինս Բագրատն արհամարհանքով ձեռքը թափ տվեց, չկասկածելով, որ Վարդուշը կանգնած է դռների մեջ։ Նա միայն լվացքի, մաքրության ու ուտելիքի համար է պետք։ Օդքերով խոհանոցային կոմբայն է, ուրիշ ոչինչ։ Հա, ու ես դեռ կարող եմ չափել քո շաքարի մակարդակը, արյան ճնշումն ու թթվածնի քանակը։ Հանգիստ արտակերեց Վարդուշը, մի քայլ անելով դեպի սենյակ։ Շատ հարմար կենցաղային սարք է, չէ՞։ Բագրատը տեղից վեր թռավ, քիչ էր մնում հեռախոսը ձեռքից գցեր։ Նրա դեմքը սկզբում գունատվեց, հետո կարմրեց։ Ես հետո կզանգեմ, փնփնթաց նա ու անջատեց կապը։ Հետո շրջվեց դեպի Վարդուշը, մեղավոր շպիտով։ Վարդո ջան, դու ամեն ինչ սխալ հասկացար։ Ոչ, ես հենց ամեն ինչ հիանալի հասկացա, ընդհատեց նրան Վարդուշը։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ես լսեցի ճշմարտությունը։ Շնորհակալություն անկեղծության համար, Բագրատ, արի խոսանք։ Բագրատը մի քայլ արեց նրա կողմը։ Սա պարզապես հիմար խոսակցություն էր, լուրջ ոչինչ չկա։ Ոչ մի խոսակցություն, կտրեց Վարդուշը։ Ես ուզում եմ, որ դու հավաքես իրերդ ու վերադառնաս ամառանոց, կամ քո այդ Սաթենիկի մոտ, կամ ուր ուզում ես, ինձ համար միևնույն է, պարզապես ինձ հանգիստ թող։ Դե, Վալյա, ես հասացի գնա։ Առաջին անգամ կյանքում Վարդուշը ձայնը բարձրացրեց ամուսնու վրա։ Անմիջապես։ Հաջորդ առավոտ Վարդուշը դիմավորեց անսովոր զգացողությամբ, դատարկության եւ մի տարօրինակ թեթևության խառնուրդով։ Բագրատը լուր հավաքեց իրերը, երբեմն նրա վրա վիրավորված ու տարակուսած հայացքներ ձգելով։ Նա մինչև վերջին պահը չէր հավատում, որ կին իրոք իրեն դուրս կհանի։ Ես կզանգեմ քեզ, երբ հանդարտվես,
ասաց նա ճամպրուկով կանգնելով Շեմին։ Մենք պետք է խոսենք, Վալյա։ Մենք այլևս խոսելու բան չունենք, գլուխը տարուբերեց Վարդուշը։ Հեռախոսը զանգեց, երբ նա կարգի էր բերում Բագրատի պահարանը, դատարկելով դարակները նրա մոռացված մարուկներից։ Էկրանին հայտնվեց դստերանունը։ Մամ, ինչ է կատարվում ձեզ մոտ։ Անի ձայնի մեջ անհանգստություն կար։ Պապան հենց նոր զանգեց, ասաց, որ դու նրան վռնել ես։ Բարև Անի ջան, հանգիստ պատասխանեց Վարդուշը։ Այո, ես խնդրեցի հորն առանձին ապրել։ Բայց ինչու, նա ասաց, որ դիաբետ ունի, իսկ դու նրան պարզապես դուրս ես շպրտել, հենց իմացել ես։ Ինչպես կարող էիր, նա չէ որ հիվանդ է։ Դստեր ձայնի մեջ հանդիմանություն կար։ Վարդուշը փակեց աչքերը։ Իհարկե Բագրատն ամեն ինչ մատուցել էր իր ձևով։ Իսկ ուրիշ ինչ պատմեց քեզ, հետաքրքրվեց նա։ Դե, որ ինչ-որ հիմարության պատճառով վիճել եք, իսկ դու հիմա սկզբունքային ես ձևանում։ Անին հոգոց հանեց։ Մամ, նրա տարիքում նման ախտորոշմամբ մենակ մնալը, դա քո կողմից դաժանություն է։ Անի ջան, ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան քեզ թվում է, մեղմ ասաց Վարդուշը։ Հայրդ դեռ 1 ամիս առաջ ինձ հայտարարեց բաժանվելու ցանկության մասին եւ նույնիսկ հասցրեց տեղափոխվել ուրիշ կնոջ մոտ։ Իսկ տուն վերադարձավ միայն այն ժամանակ, երբ այդ կինը հրաժարվեց նրա մասին հոգ տանել ախտորոշումից հետո։ Լռություն տիրեց։ Ես չգիտեի, վերջապես արտաբերեց Անին։ Պապան նման բան չէր ասել, ասաց, որ գնացել է ամարանոց, մենակ մնալու ու կյանքի մասին մտածելու։ Ամեն մեկն իր ճշմարտությունն ունի, հոգոց հանեց Վարդուշը։ Հետո զանգեց որդին, Արմենը։ Մամ, դե սա արդեն անցնում է սահմանը, սկսեց նա առանց նախաբանի։ Հայրս ասաց, որ հենց հիվանդության մասին իմացել ես, վռնդել ես, ինչ որ զարանցանքներ էր պատմում թյուրիմացության ու քո հանկարծակի դաժանության մասին։ Բայց դուք չափահաս մարդիկ եք, պետք է ինքներդ հարթեք։ Կհարթենք, մի անհանգստացիր, հանգիստ պատասխանեց Վարդուշը։ Եվ նա իրոք հարթեց։ Հաջորդ օրը Վարդուշը դիմեց ամուսնալուծության համար։ Առաջին անգամ երկար տարիների ընթացքում նա որոշում կայացրեց ինքնուրույն, առանց հաշվի առնելու ամուսնու, երեխաների, հարևանների կամ ծանոթների կարծիքը։ Դա մի տարօրինակ, համարյա արբեցնող ազատության զգացում էր։ Բագրատն այդ ընթացքում շրջում էր բարեկամների ու ծանոթների տներով, գանգատվելով, որ կինը լքել է իրեն հենց ախտորոշման մասին իմանալուն պես, հրաժարվելով խնամել հիվանդ ամուսնուն 32 տարվա համատեղ կյանքից հետո։ Նրա պատմած տարբերակում Վարդուշը վերածվում էր անսիրտ էգոիստի, իսկ ինքը դժբախտ զոհի։ Վարդուշը լռում էր։ Նա չէր փորձում արդարանալ եւ չէր պատմում իրադարձությունների իր տարբերակը։ Միայն երեխաներին պատմեց ճշմարտությունը, չպահանջելով անցնել իր կողմը։ Ես չեմ պատրաստվում ձեզ տրամադրել հոր դեմ, ասաց նա։ Պարզապես որպեսզի բոլորս իմանանք, մենք բաժանվել ենք ոչ թե հիվանդության պատճառով։ Ամենադժվարը Բագրատի մորը Մարգոտատին բացատրելն էր, ով արդեն 80-ն անց էր։ Պառավը զանգեց Վարդուշին արցունքն աչքերին, աղաչելով չլքել որդուն դժվար պահին։ Աղջիկ ջան, էս ոնց կլինի, այդքան տարի միասին ապրեցիք ու հանկարծ։ Մայրիկ ջան, մեղմորեն ընդհատեց նրան Վարդուշը։ Ձեր որդին ինքը հայտարարեց բաժանվելու մասին ավելի քան 1 ամիս առաջ եւ նույնիսկ հասցրեց ուրիշ կնոջ հետ ապրել։ Դե չի կարող պատահել, շունչը քաշեց Մարգոտատը։ Նա ինձ նման բան չէր ասել։ Դե Բագրատը երբեք չի սիրել մեղավոր երևալ, հոգոց հանեց Վարդուշը։ Նրա համար միշտ ավելի հեշտ է մեղադրել ուրիշին։ Բայց նա հիվանդ է, Վարդուշ ջան, նրան հիմա հոգատարություն է պետք։ Գիտեմ, մայրիկ, եւ ինձ շատ ցավալի է, որ այսպես ստացվեց, բայց ես այլևս չեմ կարող։ 32 տարի ես ինձ տվեցի առանց մնացորդի, իսկ ինչ ստացա փոխարենը, միայն արհամար հանքուսուտ։ Դատից մի շաբաթ առաջ Բագրատն ինքը զանգեց։ Նրա ձայնն անսովոր անվստահ էր հնչում։ Վարդուշ, խելքի արի, հիմարություն մի արա, արի միասին ծերանանք։ Նրա տոնի մեջ տագնապ կար։ Մարդիկ ինչ կասեն, մեր տարիքում բաժանվելը դե ծիծաղելի է ու անհեթեթ։ Ես սխալ էի, ընդունում եմ, բայց պետք չէ կամուրջներն այրել։ Մենք ի վերջո օտար մարդիկ չենք։ Իսկ ես այլևս չեմ ուզում քեզ հետ ապրել, հանգիստ պատասխանեց Վարդուշը։ Եվ ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ կմտածեն։ Դու ինքդ էիր ասում, հիմարություն է քեզ զրկել երջանիկ լինելու վերջին հնարավորությունից։ Ահա ես էլ ինձ չեմ զրկում։ Բայց բա երեխաները, թոռները, նրանք սովոր են մեզ միասին տեսնել։
Դե երեխաներն արդեն մեծ են, իրենց կյանքն ունեն, իսկ թոռները կհասկանան, երբ մեծանան։ Դու հենց այդպես էիր ասում, հիշում ես, որ անհրաժեշտ չես համարում միասին ապրել միայն հանուն երեխաների ու թոռների։ Վարդ, Բագրատի ձայնը դողաց։ Ես իրոք սխալ էի, արի ամեն ինչ մոռանանք։ Սկսենք սկզբից, ես կփոխվեմ, խոստանում եմ։ Ուշ է Բագրատ, մեղմ ասաց Վարդուշը։ Չափազանց ուշ է։ Նա տեղի չտվեց ոչ ամուսնու, ոչ երեխաների, ոչ էլ բազմաթիվ բարեկամների հորդորներին, ում աչքերում նա երևում էր որպես անսիրտ էգոիստ, ով լքել է հիվանդ ամուսնուն կյանքի մայրամուտին։ Առաջին անգամ կյանքում Վարդուշն ընտրեց իրեն և չարդարացավ այդ ընտրության համար։ Ամուսնալուծությունն անցավ արագ և առանց ավելորդ տեսարանների։ Բագրատը ստիպված էր սովորել ինքնուրույնության։ Նա համարյա ամեն օր զանգում էր երեխաներին, գանգատվելով ծանր ճակատագրից ու անհասկացող բժիշկներից։ Սաթենիկը նրա հանդեպ հետաքրքրությունը կորցրեց, երբ հասկացավ, որ նրանից լուրջ գումարներ չի ստանա, իսկ առողջական խնդիրներն ավելի են շատանալու։ Իսկ Վարդուշը 32 տարվա մեջ առաջին անգամ մենակ մեկնեց ծով, Վրաստանի Սև ծովի ափին գտնվող մի փոքրիկ հարմարավետ հյուրանոց, որի մասին վաղուց էր երազել, բայց երբեք չէր համարձակվել ասել ամուսնուն։ Բագրատը նախընտրում էր հանգիստը Թուրքիայում կամ Եգիպտոսում, աղմկոտ անիմացիաներով և արագ ուտելիքով all-inclusive ռեստորաններում, իսկ նա միշտ ուզել էր լռություն, հանդարտ ծով և հնարավորություն պարզապես մնալու իր մտքերի հետ։ Նստած ամայի լողափին և նայելով մայրամուտին, Վարդուշը ժպտում էր։ Ոչ ամուսնուն, ոչ երեխաներին, ոչ թոռներին, ինք իրեն, և այդ ժպիտն արժեր ապրած բոլոր տարիներին։ Երեկոյան նրան զանգեց քույրը։ Դե, ո՞նց ես այնտեղ, չես ձանձրանում։ Պատկերացնում ես, Սիրուշ, ես կյանքումս առաջին անգամ չեմ ձանձրանում, ծիծաղեց Վարդուշը։ Ես ասես նորից եմ սովորում շնչել։ Լսիր, էստեղ Բագրատը բոլորին պատմում է, թե դու ինչ անսիրտ ես, սկսեց Սիրուշը։ Ոյ, դե թող պատմի, հանգիստ ընդհատեց նրան Վարդուշը։ Գիտես, ես մի կարևոր բան հասկացա։ Որոշ մարդկանց համար սերը օդի պես անհրաժեշտ է, իսկ ոմանց համար էլ որպես լրացուցիչ-տաքացուցիչ, երբ հիմնական ջեռուցումը խափանվում է։ Ես այլևս չեմ ուզում լինել որևէ մեկի պահեստային տաքացուցիչը։ Իսկ հիմա ինչ, հարցրեց Սիրուշը։ Իսկ հիմա ես պարզապես կապրեմ, պատասխանեց Վարդուշը։ Պարզապես կապրեմ ինձ համար, երկար տարիների մեջ առաջին անգամ։